Պարոն Քոչինյան, այսօր ավարտվեցին հայ-իրանական զորավարժությունները, որոնք պաշտոնական հաղորդագրությունների համաձայն ունեն սահմանային անվտանգությունն ապահովելու խնդիր։ Ինչ գնահատականներ ունեք այս զորավարժությունների հետ կապված, այս փուլում ինչ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Երկու նշանակության ուղղություն է պետք առանձնացնել։ Առաջինը սա ինչ-որ չափով արձագանք է վերջին օրերին, շաբաթներին տեղ գտած ադրբեջանական մեղադրանքներին, ուրեմն խաղաղության ռեժիմի եւ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, որոնք հայկական կողմը պարբերաբար հերքում է, բայց դրանք կար վերլուծություն համաձայն որի որոշակի էսկալացիոն ֆոն էր Ադրբեջանի նախապատրաստում, սա առաջին ուրեմն շերտն է, երկրորդ շերտը, գիտեք, ավելի ընդհանրական եւ ես կարծեմ նույնիսկ ինչ-որ չափով ավելի կարեւոր հայ-իրանական սահմանը բառից բուն իմաստով process-ի մեջ է, որ դառնում է հայ-իրանական սահման, այսինքն մենք անցնող տարվա ընթացքում տեսանք, որ հայ-իրանական անցակետից ռուսական ուրեմն կոնտինգենտը դուրս եկավ, բուն հայ-իրանական սահմանի վերահսկողությունը հիմա դառնում է 50-50 հարաբերակցությամբ, այսինքն հայկական կողմի ներկայությունը առնվազն կեսը պետք է կազմի բուն սահմանապահ կոնտինգենտի եւ այս առումով որոշակի փոխգործակցություն այդ սահմանի կառավարման, սահմանի անվտանգության ապահովման առումով Հայաստանի եւ Իրանի մեջ պետք է ձևավորվի ու պետք է զարգանա։ Որտեղ նորից եմ ասում, հայ-իրանական սահմանը նոր է դառնում իրապես հայ-իրանական սահման, առանց միջնորդների, առանց երրորդ կողմերի։ Նաև կարևոր եմ համարում եմ փաստը, որ սահմանը տեղի ունեցել Արաքսգետի երկայնքով եւ ինչքանով որ ես հասկացա մամլո հաղորդագրություններից ձևաչափ աշխատանքային եղել է հետեւյալը, հայկական կողմը եղել է Արաքսի հայկական ափին, իրանական կողմը իրանական ափին։ Ու սա ինչ որ չափով նաև ես կարծեմ ճիշտ ֆորմատ է, որովհետեւ Հայաստանը չպետք է դառնա ինչ-որ մի պետություն, որտեղ չափազանց շատ արտասահմանյան ներկայություն կա։ Ես կարծում եմ նույնիսկ այն ներկայությունը ըստ Հայաստանի տարածքում արտասահմանյան, որը որ կա, ինքը արդեն իսկ չափազանց շատ է, եւ մեզ իրականում հարկավոր չէ հավելյալ ներկայություն այլ պետությունների։ Եվ այդ առումով ձևաչափը կարծեմ շատ ճիշտ էր գտնված։ Արաքսգետի իրանական ափին իրանական կոնտինգենտներ, հայկական ափին հայկական կոնտինգենտներ եւ իրանք միասին անում էին զորավարժություն։ Սա ես կարծում շատ ճիշտ ձևաչափ էր։ Այս փուլում զորավարժությունների անցկացումը տեսակետներ կան, թե կարող են կրկնել երրորդ կողմին, շատ լարված են Միացյալ Նահանգների ու Իրանի հարաբերությունները, թոփ պատերազմի վտանգ կա հարվածների, ձեր կարծիքով Հայաստանի այս քայլը կարող է բացասական ընկալում ունենալ։ Հենց այս առումով նորից պետք է շեշտը դնեմ ձևաչափի վրա, որ իրանական կողմը Արաքսգետի իրանական ափին էր, հայկական կողմը Արաքսգետի հայկական ափին էր, եւ այդ առումով ես կարծում դա ինչ որ չափով կառավարելի է դարձնում ձեր նշած ռիսկերը։ Վերադառնալով ձեր պատասխանի առաջին հատվածին Ադրբեջանի սադրանքների հետ կապված, ձեր կարծիքով Ադրբեջանում այս զորավարժությունների հետ կապված ինչ արձագանքներ կարող են լինել առաջիկայում։ Նախ պետք է ֆիքսենք, որ Իրանը Ադրբեջանի հետ էլ է զորավարժություններ արել, այսինքն այս առումով Իրանը պարիտետը պահել է եւ եթե Ադրբեջանում անգամ լինեն դժգոհություններ այս թեմայով, Իրանը կարողանա դրանք իր տեսանկյունից կառավարելի պահել, որտեղ դրա պատասխանը շատ հստակ է։ Կա նման զորավարժություններ, նույնիսկ ըստ էության ավելի մեծ զորավարժություններ տեղի են ունեցել նաև Ադրբեջանի հետ, այնպես որ առանձնապես մեծ արձագանք դրա վերաբերյալ Ադրբեջանից չեմ սպասում։ Ինչքանով է Իրանը այսօր զսպիչ գործոն ձեր կարծիքով Ադրբեջանի համար նոր հարձակումներ, նոր էսկալացիաներ թույլ չտալու Հայաստանի սահմանի մասով։ Արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքական ստրուկտուրայի առումով կա 3 զսպող խաղացող, դա Միացյալ Նահանգներն են, Եվրոպական միությունն է եւ Իրանն է։ Իրանց շահերը բավականին տարբեր են եւ իրանց մոտեցումները հարցերի բավականին տարբեր են, բայց այսպես թե այնպես բոլոր 3-ն էլ դեմ են Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին այդ ճակերտավոր Զանգեզուրի միջանցք հասկացության իրականացմանը, նույնիսկ տարբեր շարժարիտներով եւ ես ճիշտ ասած չեմ կարծում թե իրենք իրար հետ առանձնապես համագործակցում են։ Ես մի քիչ իրականությունից հեռու եմ համարում են տեսակետները, թե իրանք միացյալ ճակատով են այդ ամեն ինչը իրականացնում։ Ոչ, բայց այդպես լինում է միջազգային քաղաքականության մեջ, միջազգային այսպես գործընթացներում, երբ որ կողմերը տարբեր շարժարիտներով, բայց ուզում են միևնույն բանը եւ այսպես ասենք, լավագույն դեպքում միմյանց չեն խանգարում այդ միևնույն ուրեմն իրավիճակը ստանալու ճանապարհին։ Ինչ մեր հարցազրույցի սպառնել Ադրբեջանը շարունակում է այդ հայտարարությունները սահմանի խախտման հետ կապված տարածել ամենօրյա ռեժիմով, մյուս կողմից էլ Ալիևը օրերս խոսում էր, որ միանգամից մեր հարաբերությունները ընկերական չեն կարող դառնալ, բայց մենք այդ ճանապարհին որոշակի մանր քայլեր ենք անում, կուզեի նաև այս հայտարարություններին անդրադառնանք, ինչքանով է անկեղծ այս հայտարարությունները հնչում։
երկուսն էլ եւ կրակոցների վերաբերյալ հայտարարությունները եւ մանր քայլերի կոչերը ըստ էության արձագանքն են հայկական կողմից խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու։ Ադրբեջանը ըստիս չէր սպասում, բոլորովին չէր սպասում նման քայլ Հայաստանից եւ երկուսն ինչ որ առումով ռեֆլեքսային պատասխաններ են։ Ինչ մանր քայլերի կամ ինչ նաեւ իրանց վերլուծական այսպես համայնքում ես տեսնում եմ հոդվածներ են գրում, թե չափազանց արագ ստորագրված խաղաղությունը լավ չէ, բայց ինչ չափազանց արագ ստորագրված խաղաղության մասին է խոսքը, թե փաստաթուղթը, որը համաձայնեցվել է 3 տարվա ընթացքում։ 3 տարի համաձայնեցված փաստաթուղթը դա չափազանց արագ խաղաղություն չէ, բայց միանշանակ է, որ Ադրբեջանը հիմա այն մտակառուցվածքի մեջ է, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ ձգել, փորձում է այսպես վերջնական փաստաթղթեր չստորագրել եւ ի վրա պարտավորություններ չվերցնել։ Դա արվում է շատ պարզ պատճառով, միջազգային հարաբերությունների կոնյունկտուրան կազմաքանդվում է, փոփոխվում է, մենք ինչ որ չափով մուտք ենք գործում անբևեռ աշխարհ, ոչ թե բազմաբևեռ աշխարհ, այլ անբևեռ աշխարհ։ Եվ դա որոշակի առումով հնարավորություններ կարող է ստեղծել Ադրբեջանի համար ստանալու ավելին, քան ինքը ստացել է մինչև այս պահը։ Ուժի կիրառմամբ, ուժի սպառնալիքի կիրառմամբ, միջազգային ակտորների դիրքորոշումների փոփոխության հետևանքով եւ այլն եւ այլն։ Այնպես որ Ադրբեջանը չի շտապում թեման փակել։ Տեսականորեն դա հնարավոր է, որ Ադրբեջանը թեման համաձայնվի փակել մի պարագայում, եթե հիմա ինքը ստանա խաղաղության պայմանագիր ստորագրելով հավելյալ կալորիաներ։ Ընդ որում այդ հավելյալ կալորիաները պարտադիր չի, որ լինի Հայաստանի հաշվին, այսինքն Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, եթե իրենք իսկապես հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղությամբ, ես կարծում եմ, որ թե Եվրոպական միությունը, թե Միացյալ Նահանգները ունեն առաջարկելիք Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը գնա այդ կարգավորումներին։ Ձեր կարծիքով օրինակ Ադրբեջանի վրա կան նաև ճնշումներ նույն Եվրոպական միության, դուք խոսեցիք այդ մասին եւ ակնհայտ է, որ Ալիևը բավականին նեղսրտում է Եվրամիության ներգրավվածությունից իր հայտարարությունները, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Եվրոպական միության գործը չեն, ինչի մասին է սա վկայում։ Իհարկե այդ հայտարարությունը այսպես ցինիզմի բոլորովին նոր հորիզոններ է գրավում, որովհետեւ իսկ օրինակ Թուրքիայի գործն են հայ-ադրբեջանական հարաբերությունները, ոնց է այդպես ստացվում, որ մի դեպքում երրորդ կողմին կարելի է, մյուս դեպքում երրորդ կողմին չի կարելի։ Այ Թուրքիային կարելի է Հայաստանի հետ սահմանը փակ պահել ու մաքսիմալ ճնշման ներքո պահել Հայաստանը, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել ինչ որ ինքը ուզում է, բայց այ Եվրոպային անգամ մասնակցել չի կարելի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Իհարկե դա այսպես ասենք արդարացիչ չի, առնվազն մեղմ ասենք։ Հիմա ինչ վերաբերվում է Եվրոպայի մասնակցությանը եւ հնարավոր ճնշումներին, տեսեք, այն որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները իրականում ունեն հսկայական գործիքակազմներ ազդելու Ադրբեջանի վրա, դա ակնհայտ է, Ադրբեջանը ամեն դեպքում Ռուսաստանը չէ, Իրանը չէ, Չինաստանը չէ, չգիտեմ, տասնյակ այլ պետությունների օրինակներ կարող եք բերել, Ադրբեջանը ինչքան է փորձում հիմա իրան դիրքավորվել որպես նույնիսկ միջին խաղացող, շարունակում է լինել փոքր պետություն եւ իր բոլոր տրանզակցիաները, իր բոլոր բանկային գործարքները, որոնցով որ այդ պետությունը պահվում է նավթի եւ գազի վաճառքի միջոցով, այսպես մեկ քայլի տրամաբանությամբ հնարավոր է փակել։ Եվ ես կարծում եմ իրենք շատ լավ դա իրականում հասկանում են։ Բայց հարցը հետեւյալն է, արդյոք այս թեման բավականաչափ կարևոր է Եվրոպական միության ու Միացյալ Նահանգների համար, որպեսզի իրենք գնան նման ռադիկալ գործողությունների։ Դե պատասխանը դրա իրականում շատ ակնհայտ է, ոչ այդքան կարևոր չի, որտեղ եթե այդքան կարևոր լիներ, հենա գնացած կլինեին։ Ինչը սակայն չի նշանակում, որ եթե Ադրբեջանը գնա այսպես շեշտակի էսկալացիաների ինտերվենցիա իրականացնի Հայաստանի տարած, դա չի իրականացի, որովհետև ոնց որ կան կարմիր գծեր, կան սահմաններ, որոնց անցնելուց հետո թեման այո կարող է դառնալ շատ կարևոր։ Իսկ Թրամփի այդ շնորհավորական նամակը ինչին դուք ընդհանրապես առողակարգային կդիտարկեք, թե հնարավոր է, որ օրինակ տարածաշրջանով հետաքրքրված լինեն հանգամանքում շնորհավորական նամակ էր եղել Նովրուզի կապակցությամբ Ալիևին երեք նաև այս հարցին էր անդրադարձել, որ շատ կարևոր է շուտապույտ ստորագրումը խաղաղության պայմանագրին, առողակարգային է ձեր կարծիքով։ Ոչ, չեմ կարծում առողակարգային է, ընդհանրապես Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան, որ եկել էր խաղաղության օրակարգով, եւ այդ խաղաղության օրակարգը պետք է ամբողջ աշխարհում տարածել, ակնհայտորեն չի ստացվում դա, որովհետեւ Ուկրաինայում պատերազմը չի կանգնում, Իսրայել մնացած բոլորը մերձավոր արևելքում հակամարտությունը չի կանգնում, այս առումով տեսականորեն, այսպես սուտ տեսականորեն հնարավոր է տարբերակ, որ կոնֆլիկտը հարավային Կովկասում դառնա այն առաջին թիրախը, որը որ կստացվի այդ նոր ադմինիստրացիայի մոտ խաղաղություն բերել հարավային Կովկաս,
ու դա նույնիսկ հայտարարել, որ իրենց խաղաղության օրակարգը սկսեց ոնց որ ազդել, սկսեց կենթանանալ։ Դա տեսականորեն նորից եմ ուզում կրկնել հնարավոր է եւ այդ ուղղությամբ որոշակի ինչ որ այսպես տեղաշարժ հետաքրքրության հայտնում տեսնում ենք, մենք տեսնում ենք ուրեմն Witkoff-ի հարցազրույցը այս թեմայով, բայց մենք պետքա ձեզ հետ ֆիքսենք, որ Միացյալ Նահանգները հատկապես Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան եւ հատկապես Հարավային Կովկասում դա երկարաժամկետ ներգրավվածության եւ ուժի երկարաժամկետ կիրառման մասին չէ։ Դա կարճաժամկետ ներգրավվածություն է եւ դա կարճաժամկետ ինվեստիցիա է, այսպես ասենք, ներդրում է կարճաժամկետ տնտեսական, քաղաքական, ֆինանսական եւ այլն եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները այս հարցով ես կարծում եմ կզբաղվի մենակ մի պարագայում։ Եթե ունենա շանս կարճաժամկետ կտրվածքում հաջողության հասնելու։ Ինչը իր հերթին մեծապես կախված է Հայաստանից ու Ադրբեջանից գնացող սիգնալներից, մեսիջներից։ Ու այս ամենը դեռևս process-ի մեջ է, այսինքն ինչ որ գնահատականներ տալ այս քաղաքական գործընթացին կամ այս քաղաքական տարազին, եթե կուզեք, դեռևս շուտ է, որովհետև սա հենց process-ի մեջ գտնվող process-ը։ Դեպ Հայաստանի քայլերը դուք ինչպես եք գնահատում դաշնակիցներ ներգրավելու process-ում այս հարցում։ Դե դա մեր պարագայում միակ, այսպես հնարավոր գործելավոճն է, պատերազմում պարտվելը, առավելևս այսպես պարտվելը լավ չէ, մեղմ ասենք։ Եվ դրանից հետո հնարավորինս փորձել իրավիճակը կառավարելի պահել ու բարձիկներ ստեղծել անվտանգության, ըստ էության միակ հնարավոր ռացիոնալ քաղաքական գիծն է։ Կարողանում է Հայաստանը տանել այս գիծը ձեր կարծիքով։ Դե մինչև այս պահը ինչ որ չափով իրավիճակը կառավարելի կարելի է համարել, բայց արժևում ես կարծում եմ դեռևս մեծ քննություններ կան, որտեղ ցավոք սրտի միջազգային հարաբերությունների համակարգը շարունակում է կազմալուծվել։ Եվ ուզում եմ Ռուսաստանի մասին հարցնել, ինչքանով կխանգարի այս process-ին ձեր կարծիքով։ Դա մեծապես կախված է թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում, որտեղ եթե Ռուսաստանը շարունակի առնվազն այս նույն չափ ներգրավացնել ուկրաինական ճգնաժամով իր հնարավոր քաղաքական էներգիան եւ ռեսուրսները, որ ինքը կարա ծախսի Հարավային Կովկասում, խիստ սահմանափակ են լինելու, այնպես որ ինչքան է դա վատ կհնչի, բայց Հայաստանի համար կարևոր է, որպեսզի ուկրաինական պատերազմը շարունակվի։ Ռուսաստան զբաղված լինի։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։